Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա։ Այսօր ցավոք սրտի ցավալի լուրով պետքա եթերը սկսեմ ու ինչ որ կասեմ իհարկե վերաբերում է Տիգրանիկի հետ կապված։ Երբ բոլորդ արդեն գիտեք, որ Տիգրանիկին գտել են Մարմարի գետից առավոտյան 20 օրվա փնտրտուրքից հետո։ Անկեղծ ասած իմ համար մի քիչ շատ անսպասելի է նման վերջաբանը, սա իրոք ցավ է բոլորիս համար, ես ցավակցում եմ ընտանիքի բոլոր անդամներին, ծնողներին ու իհարկե հայ ժողովրդին, որովհետև սա բոլորիս ցավն էր դառել, բոլորիս մտահոգված էինք, վերաբերվում ենք մեր սեփական երեխու պես։ Իհարկե մի քիչ հույս առաջացել էր այն պահին, երբ որ սկսեցին տրամադրվել արբանյակային նկարները ու շատ հետաքրքիր է, որ այսօր առավոտյան ես լսում էի, որ հենց մայիսի 4-ի տվյալներ են տրամադրվել ու անմիջապես երևի մի ժամ հետո լսում եմ այս ցավալի լուրը, որը շատ անսպասելի էր անկեղծ ասած, որովհետև այնքան մոտ էր, որ այս առեղծվածը արդեն բացահայտվում է։ Ես մինչև հիմա չեմ կարողանում իրականում հասկանամ, թե երեխեն ոնց կարար ինքնուրույն հայտնվեր գետում, այդ հեռավորությունը ոնց կարար միայնակ անցներ։ Իհարկե կա տարբերակ, որ կարելի է միտում նկատել ու մտածել, որ ինչ-որ մեկը դա դիտմամբ է արել, բայց այդ ուղղությամբ չէի ուզում ես մտածեի, մտածում էի, որ երեխային կգտնվի։ Հույս ունեմ մենք կստանանք որոշակի հարցերի պատասխանը դեռ, որը բոլոր հանրությանը հետաքրքրում է, մանավանդ այն, թե ոնց կարար 20 օր երեխեն գետում լիներ ու այն վայրում, որը մի ժամանակ փնտրվել է այդ տարածքում չեն գտել ու հանկարծ այդ տարածքից գտնում են։ Սա իր մեջ հարցեր է պարունակում, իհարկե դատաքննական բժշկական հետազոտության արդյունքում կպարզվի նաև 20 օրվա խեղդված է երեխային, թե ավելի կարճ ժամանակվա։ Ես կարծում եմ շատ հարցերի պատասխան մենք կստանանք իրավապահ մարմինների տեղեկությունից, որը և պարզություն կբերի նման իրավիճակում։ Մի մխիթարություն կա, որով ուզում եմ մխիթարեմ ծնողներին և բոլորիս։ Աստծո խոսքը ասում է, որ բոլոր երեխեքը անմիջապես գնում են Աստծու մոտ։ Երեխեքը մաքուր էակներ են ու Աստված իրանց հոգին անմիջապես ընդունում է իրանց մոտ։ Ու Տիգրանիկի հոգին Աստծու մոտ է։ Թող սրանով լինի ձեր մխիթարությունը, որ իր ժամանակին, երբ որ Հիսուսը վերադառնա, բոլոր մեռելները հարություն են առնելու և մենք բոլորս կհանդիպենք մեր հարազատների հետ, ովքեր որ փրկություն են ստացել, ովքեր որ Հիսուսի մոտ են։ Մնացեք Տիրոջ խաղաղության մեջ։ Ամեն։